Այնտեղ մենք մեր բիզնես ռեալիզացիաների մասին ենք խոսում։ Ծրագրավորման տրամաբանությունը, բիզնես նորարարություններն ու նոր գաղափարները երիտասարդ թիմի աչքի առաջ են։ Դրանք այնքան շատ են, որ փորձնական քննարկումների համար անգամ որպես գրատախտակ ծառայող դռներն ու լուսամուտները չեն բավարարում։ Կարենի համար ծրագրավորումը գործիք է գաղափարները կյանքի կոչելու համար։ Մենք փորձում ենք ստեղծել այնպիսի գործիք, որը շատ հանգիստ, ոնց եք դուք ձեր տեքստը հավաքում ձեր համակարգչի վրա, նմանապես ինտերֆեյսով ռեալիզացիա լինի, որպեսզի ոչ մի խնդիր չառաջանա գաղափարները վերածել ինչ-որ պրոդուկտի։ Նրանք մտածել են, թե ինչպես է հնարավոր գրականությունը դարձնել ինտերակտիվ։ Ծրագրավորողների թիմը գրողին ու ընթերցողին վիրտուալ տիրույթում կմոտեցնի միմյանց։ Օնլայն գրադարանի հեղինակները չեն մոռացել որակի մասին։ Ինչքան էլ ստարտափ լինի, ինչքան էլ վառ գաղափար լինի, դա պետք է բիզնես էլեմենտը ճիշտ մտածված լինի։ Թե ինչպես է ակադեմիական կրթությունը վերածելու արդյունքի ու ներդնելու տնտեսության մեջ, հարցի պատասխանը գոհացրել է մրցութային հանձնաժողովին, եւ Կարենը հրավիրվել է Հանրապետության նախագահի նստավայր լավագույն բակալավր անվանակարգում մրցանակը ստանալու համար։ 2016-ի մրցույթը բացահայտեց եւս 43 պատանի երիտասարդի, որոնք ունեն բարձր առաջադիմություն ու ակտիվորեն մասնակցել են տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառի եւ բնական գիտությունների օլիմպիադաների, մրցույթների, հեղինակ են գիտական հոդվածների, ներգրավված հասարակական ու համայնքային ծրագրերում։ Նրանց պարգևներ հանձնելը հանրապետության ղեկավարի համար կրկնակի հաճելի է, քանի որ հենց այս երիտասարդները վաղը կերտելու են Հայաստանը, եւ սա այն ոլորտն է, որը Հայաստանի համար կարեւոր ու հեռանկարային է։ Ես ուրախ եմ ոչ միայն ձեզ համար, ուրախ եմ ձեր ուսուցիչների համար, ձեր դասախոսների համար, ձեր հարազատների համար, մեր ողջ հասարակության համար, որովհետև սա ինչ որտեղ ընդգծում է, որ մենք ճիշտ ճանապարհով ենք առաջ շարժվում։ Վաղվա Հայաստանը պետք է լինի ավելի կրթված, ժամանակի հետ համընթաց քայլող եւ բանիմաց ու ստեղծագործ քաղաքացիների ձեռքում։ Վաղվա Հայաստանը պետք է լինի զարգացած տեղեկատվական աշխարհի տիրույթում։ Մենք այլ ճանապարհ չունենք, այս ճանապարհը փորձված ճանապարհ է։ Սերժ Սարգսյանի խոսքով հազարամյակների ընթացքում հայ ժողովուրդը մշտապես տեսել, ընկալել ու ընդունել է առաջավորը, տեղայնացրել ու նաև սրա շնորհիվ է, որ կարողացել է հարատևել, եւ ըստ պետության ղեկավարի այս ճանապարհը պետք է շարունակենք։ Սիրելի երիտասարդներ, ձեր հաջողությունները մեզ լավատեսություն եւ ուրախություն են պարգևում։ Եղեք ավելի նախաձեռնող, շատ համարձակ ձեր նախաձեռնություններում եւ համառ կրթության մեջ 21-րդ դարը շատ արագ է զարգանում։ Մենք այսօր ապրում ենք արագ զարգացող աշխարհում եւ մենք ձեր տարիքում չգիտեինք, թե ինչպիսի մասնագիտություններ են լինելու զարգացած տեխնոլոգիաների դարաշրջանում, համացանցի դարաշրջանում։ Նույնն է լինելու է 20-30 տարի հետո, դրան պետք է պատրաստ լինել։ Եվ վստահ եմ, որ դուք պատրաստ եք լինելու։ Մեկ անգամ եւս շնորհավորում եմ եւ ձեզ շնորհակալություն եմ հայտնում ձեր ծառայության համար։ Իսկ դա ծառայություն է։ Հաստատ իմացեք, լավ սովորելը, հաջողություն ունենալը ծառայություն է երկրին։ Նախագահը հաղթողներին է հանձնում տարբեր անվանակարգերում նրանց շնորհված պարգևները, բարձր տեխնոլոգիաների ոլորտի շարունակական զարգացումն ընդգծող հուշախորհրդանիշը եւ դրամական պարգև։ Բյուրեղյա ուղղանկյունը խորհրդանշում է երիտասարդների գիտելիքի ու գիտակրթական նվաճումները։ Դրանցով արդեն տեղական ժամանակը պարտանալու առիթ ունի նաև Հոնկոնգից Հայաստան եկած մասնագիտությամբ ճարտարագետ Չիֆուն Չանը։ Հայաստանն ունի շատ մեծ մարդկային ռեսուրս, որը մեծ արժեք է ներկայացնում թե Հայաստանի, թե ամբողջ աշխարհի համար։ 2005-ից առ այսօր այս հեղինակավոր մրցանակաբաշխությունում հաղթել է 273 ուսանող, 136 աշակերտ։ Հաղթողների նորաստեղծ ակումբը յուրատեսակ ինտելեկտուալ հարթակ է, որտեղ մասնակիցները գեներացնում են նոր գաղափարներն ու ծրագրերը։ Որպեսզի այս ոլորտում միջազգային օլիմպիադաներում նվաճումների հասած երիտասարդները հետո չշեղվեն բնագիտական ուղղությունից ու տեխնոլոգիական ձեռներեցությունից, այլ շարունակեն հաջողությունները IT բնագավառում, կրթական պարգևների շնորհման հանձնաժողովը իրականացնում է պիլոտային ծրագիր։ Հանրակրթական մի շարք դպրոցներում, ավագ դպրոցներում դուք գիտեք, որ միկրոէլեկտրոնիկան, հեռահաղորդակցությունը եւ տեղեկատվական տեխնոլոգիաները դարձան պարտադիր առարկաներ։ Եվ եթե այս ծրագիրը մենք շարունակենք, իսկ այս ծրագիրը առաջի անգամ աշխարհում Հայաստանում է իրականացվում,
ապա ես կարծում եմ, որ մոտ ապագայում մենք աշխատաշուկայի խնդիրը կլուծենք։ Հանրապետության բոլոր դպրոցները կապված են ցանցով, խնդիրը այդ ցանցի օգտակարությունը բարձրացնելն է եւ էլեկտրոնային դասավանդման մեթոդիկայի մշակումը։ Հանդիսավոր օրերը Գյումրու ֆոտոն վարժարանի սաների համար դարձել են սովորական։ Հանրապետության նախագահի նստավայրում նրանք 10-րդ անգամ են։ Ֆոտոնի տնօրենը բացում է իրենց հաջողության գաղտնիքը։ Բարձր պարգևները համարում է աշակերտների ու մանկավարժների համատեղ աշխատանքը։ Ֆոտոն բառը հենց հաջողությունն է, նաև նշանակում, որովհետև լույս ու էներգիա է։ Բնականորեն մենք լցված էներգիայով կարելի ասել երրորդն է, երկուսը ստացել եմ օլիմպիադաներից եւ սա էլ հենց այս ՏՏ ոլորտի մրցանակաբաշխությունից է։ Ինչ որտեղ ես տեսնում քո ապագան, Իմ ապագան տեսնում եմ բժշկության մեջ, ցանկանում եմ դառնալ լավ բժիշկ, աշխատել հայրենիքում։ Մրցանակ ստանալ միշտ պարտավորեցնող է, ինչ որ նա նշանակում որ դու ինչ-որ բանի հասել ես եւ պետք է այդտեղ կանգ առնել, պետք է շարունակել եւ հասնել ինչ-որ ավելի բարձր բաների։ Սա ավարտը չէ, սա ընդհակառակը սկիզբն է։ Հանրապետության նախագահի կրթական բարձր պարգևը առաջին կարգի մրցանակը հանձնվեց նաև Հալեպահեկ Կորյուն Սողոմոնյանին։ Նա սովորում է պոլիտեխնիկական համալսարանում։ Սիրիական պատերազմի հետևանքով հայրենիք վերադարձած ուսանողը որպես ապագա մասնագիտություն ընտրել է տեղեկատվական անվտանգությունը։ Գա այդ միջավայրը, որ տեխնոլոգիական միջավայրում, որ զարգանալ եւ առաջ գնալ։ Տնտեսության զարգացման տեմպերին ազդակ հաղորդողը հենց տեխնոլոգիական ծրագրերն են, որոնք շեշտվել են կառավարության նոր ծրագրում։ Ոլորտին նոր թափ հաղորդելու համար առաջնային են ներդրումային ծրագրերն ու միջազգային կառույցների հետ աշխատանքը, նաև կրթական բաղադրիչը։ Օրինակի համար տվյալների պահոցի խնդիր կա, որ Հայաստանում պրոֆեսիոնալ տվյալների պահոց չկա, որը որ հնարավորություն կընձեռնի վաղ մեր ծառայությունները արտահանել հարևան շուկաներ, այսինքն եւ Իրանի շուկա եւ Վրաստան։ Տեխնոլոգիական իր ստեղծած ծառայությունների արտահանման մասին խոսել է Կարինեն դեռ վաղ է համարում, բայց հաստատ որոշել է, որ իր կյանքը նվիրելու է հենց այս իր խոսքով հեռանկարային ուղղության առաջընթացին։ Աշխարհը փոխելու բանալին երևի թե IT ոլորտում։ Երթևեկության ընթացքը ինքը on-line տարբերակով ներկայացնում է, այսինքն դու գիտես որտեղ ինչ է կատարվում, կամ նույնիսկ գիտես այս պահին որ կանգ առում, որ համարներն են կանգնած։ Կարինեն որոշել է ներդրումային ծրագիրն օգտագործել տրանսպորտային հաղորդակցությունը բարելավելու նպատակին։ Լավագույն աշակերտ անվանակարգի հաղթողն ունի ինովացիոն համարձակ նախագծեր, որոնք իրականացնելու դեպքում կթեթևանա Երևանյան ծանրաբեռնված երթևեկը։ Մայա Խաչատրյան, Արմեն Անդրեասյան, Առաջին ալիք։